Քաղաքական երևույթների բնագիտական մեկնաբանություն։ Մարդկության պատմական փորձը ապացուցում է, որ հասարակական քաղաքական կյանքը և բնությունը գտնվում են մշտական փոխադարձ կապի մեջ։ Գոյություն ունեն բնության, մարդկային, հասարակության և մտածողության, շարժման և զարգացման համընդհանուր օրենքներ, որոնք արտահայտում են բազում տարասեռ օբյեկտների ընդհանուր հատկությունները։ Դրանցից են օրինակ լիցքի, էներգիայի, շարժման քանակի, էներգիայի պահպանման և այլ օրենքներ։ Մարդկության, հասարակության պատմությունը ներկայանում է ոչ որպես իրադարձությունների, գործընթացների քաոսային ու պատահական շարժում, այլ որպես օրինաչափ ամբողջություն, որտեղ տիրապետում են օբյեկտիվ օրենքները։ Համեմատելով բնագիտական ու հասարակական քաղաքական օրենքները, կարող ենք կանխատեսել այս կամ այն իրադարձության ընթացքը և զարգացման միտումները, որը կարող է կիրառական մեծ նշանակություն ունենալ հասարակական քաղաքական գիտությունների համար։ Այսպիսի հետաքրքիր համեմատություն է կատարել բելգիացի ֆիզիկոս Պրիգոժինը, հենվելով ճանաչված պատմաբան Մարկ Բլոկի պատմագիտական աշխատությունների վրա, հանգել է ֆիզիկայի օրենքները պատմական օրինաչափություններով մեկնաբանության ապշեցուցիչ արդյունքների։ Հետևելով նույն օրինակին, վերլուծելով հայոց պատմության, քաղաքական իրադրության մեջ արծացված բազմաթիվ բազմաբնույթ բնական ու քաղաքական երևույթներից, մենք առանձնացնում ենք քաղաքական կոնֆլիկտային իրադրությունները։ Քաղաքական կոնֆլիկտը, որպես բախում, հակասություն, որպես խնդիր, միշտ էլ ուղեկցել է հայ հասարակական քաղաքական կյանքին, և յուրաքանչյուր պատմաքաղաքական ժամանակաշրջանում մեկնաբանվել է բնական և հասարակական քաղաքական երևույթների ընկալման մակարդակով։ Ինչպես բնության մեջ, այնպես էլ քաղաքական կյանքում կոնֆլիկտային իրավիճակները բնորոշվում են որպես հարաբերությունների լարում, այսինքն քաղաքական սուբյեկտների միջև գոյություն ունեցող հարաբերություններից ծնված վիճակ, որն ուղեկցվում է լարվածությամբ։ Լարումը բնագիտական իմաստով նշանակում է պոտենցիալների տարբերություն, իսկ պոտենցիալ հասկացությունը թե բնագիտության մեջ, թե հասարակական քաղաքական գիտությունների մեջ ստանում է միևնույն արժեքը կամ ունի միևնույն իմաստը։ Եթե Φ1-ը և Φ2-ը լիցքավորված երկու կողմերի պոտենցիալներն են, ապա տարբերությունը կարտահայտվի Φ2 հանած Φ1 տեսքով, որտեղ յուն լարումն է։ Ինչպես լիցքավորված մարմինների, այնպես էլ երկու հակամարտ կողմերի պոտենցիալների տարբերությունը բերում է լարման, որն էլ ծնում է կոնֆլիկտ, կողմերի անհամաձայնություն։ Քրիստոսից առաջ 331 թվականի Գավգամելայի ճակատամարտից հետո, որտեղ Ալեքսանդր Մակեդոնացին ջախջախեց պարսիկներին, պարսկական անսահմանափակ իշխանությունը Մերձավոր Արևելքում փոխարինվեց պարսկա-հունահռոմեականով։ Երկու մեծ աշխարհակալության միջև ընկած հայ ժողովուրդը մեկընդմիշտ կանգնեց քաղաքական ծանր երկընտրանքի առաջ։ Երկու աշխարհակալությունների մրցակցության մեջ Հայաստանի համար նպաստավոր քաղաքական չեզոքություն էր, բայց դա կողմերից ոչ մեկին չէր բավարարում։ Նրանց միջև ծագած վեճերը դուրս էին գալիս Հայաստանի հարցի շրջանակներից և ստանում միջազգային ասպարեզում առաջնության հասնելու համար մղվող պայքարի բնույթ։ Կոնֆլիկտները ծնվում են գլոբալ պրոբլեմներից։ Այս կոնֆլիկտը նույնպես, որպես լարվածություն, գնալով մեծանում է այն աստիճանի, որ տեղի է ունենում պայթյուն։ Այս պայթյունը հայոց պատմության մեջ արտահայտվում է նրանով, որ 387 թվականին Հայաստանը բաժանվում է երկու աշխարհակալությունների միջև։ Հայոց պատմության մեջ ծառացած այն հարցը, թե ինչու այդ աշխարհակալությունների բախման թեժ կետը Հայաստանն էր, բացատրվում է նաև բնագիտական օրենքներով։ Հայտնի է, որ տարասեռ լիցքավորված երկու բևեռների միջև եղած դաշտում ի հայտ են գալիս կապված և ազատ լիցքեր։ Միջավայրի փոփոխությունը արտահայտվում է տարանուն բևեռացմամբ, ներքին կոնֆլիկտների առաջացմամբ, կախված կապված լիցքերից, որոնք ամենացայտուն ձևով սկսում են դրսևորվել այդ երկու կետերը կողմերին իրար միացնող ամենակարճ ճանապարհին։ Ճիշտ այսպես, Պարսկաստանը և Հռոմը իրար վրա ազդում էին միջանկյալ այն տարածքում, որը կոչվում է հայկական լեռնաշխարհ։
Այս երևույթը շատ ցայտուն դրսևորվում է Ֆարադեի գաղափարներով, ըստ որի էլեկտրական լիցքերը միմյանց վրա անմիջականորեն չեն ազդում։ Նրանցից յուրաքանչյուրը իրեն շրջապատող տարածության մեջ ստեղծում է էլեկտրամագնիսական դաշտ, պոտենցիալ դաշտ։ Մի լիցքի դաշտը ազդում է մյուսի վրա և ընդհակառակը։ Այսպիսով, երկու աշխարհակալությունների միջև գտնվող ժողովուրդների համար ստեղծվում են բազմաթիվ տարաչափ և տարատեսակ կոնֆլիկտներ, բևեռացման միջավայրի պատճառով։ Հայաստանում ստեղծվում են պարսկասեր և հունասեր հոսանքներ, որոնք հաճախ հարկադրված տարբեր տերությունների բանակներում արյունահեղ մարտեր են մղում իրար դեմ։ Երկու տարանուն լիցքերի միջև ընկած միջավայրը, բացի բևեռանալու հատկությունից, օժտված է նաև այլ հատկությամբ, հաղորդականությամբ, կապված ազատ լիցքերի հետ, որոնք դրսևորվում են երկու ձևով։ Նախ որ ազատ լիցքը ընդունակ է էլեկտրամագնիսական դաշտի ազդեցությամբ միջավայրում տեղափոխություններ կատարել։ Երկրորդը, որ ազատ լիցքը ունի իր ուրույն պոտենցիալը, որը կախված է արտաքին դաշտի ազդեցությունից և կարող է ինքնուրույն դրսևորվել։ Երկու տարբեր լիցքերի, այսինքն երկու աշխարհակալությունների միջակայքում գտնվող Հայաստանում ազատ լիցքերի դերում հանդես են գալիս ազգի ընդունակ, կարող, ձեռներեց տարրերը։ Յուրաքանչյուրը իրենից ներկայացնում է մի լիցք, որն ունի իր ուրույն պոտենցիալը։ Այս ուրույն պոտենցիալներով դաշտերի գումարը կարող է մեծանալ և թուլացնել արտաքին ազդեցությունները։ Ինչպես բնագիտության մեջ երկու բևեռների ստեղծած հզոր պոտենցիալ դաշտի առկայությունը միջավայրի առանձին լիցքավորված մասնիկներին հնարավորություն չի տալիս միավորվելու, այնպես էլ հասարակության մեջ աշխարհակալ ուժերը իրենց դեմ միավորվելու և հզորանալու մտավախությունից դրդված հալածում են միջավայրում եղած երրորդական ուժերին, ազատ լիցքերին։ Սրան համարժեք քաղաքական իրավիճակում, ասենք որ Հայաստանում հարատևող դիմադրական ուժերը մեկընդմիշտ ջլատելու նպատակով բյուզանցիները մեր երկրից հեռացնում էին ազնվականության և կարող տարրերը։ Ստեղծվում է մի միջավայր, որտեղ խոշտանգումներից ուժասպառ հայ ժողովուրդը զրկվում է քաղաքական արտաքին աջակցությունից և դիմադրելու կարողությունից։ Իսկ եթե հակամարտ պոտենցիալները թուլանում են և նրանց ուժերը հավասարակշռվում են, տեղի է ունենում հակառակ պրոցեսը։ Երկու տարբեր լիցքերով լիցքավորված բևեռների միջև գտնվող տարածքում ազատ լիցքերը աշխուժանում և ձգտում համախմբման, որոնց միավորմամբ մեծ ուժ են ստանում։ Այս իրավիճակում հակամարտ բևեռները իրենց վերաբերմունքը փոխում են սպառնացող ազատ լիցքերի նկատմամբ։ հայ ժողովրդի համար այդպիսի մի նպաստավոր ժամանակաշրջան է ստեղծվում 9-րդ դարում։ Հայաստանը իրենց ձեռքում պահելու համար թե արաբական խալիֆայությունը, թե բյուզանդական կայսրությունը սիրաշահելու քաղաքականություն են վարում։ Ազգային համախմբման համար ստեղծված բարենպաստ պայմաններում հայ նախարարները Բագրատունիների շուրջը համախմբվելով վերականգնում են 4.5 դար առաջ կորցրած ազգային պետականությունը։ Նույն կերպ կարելի է ասել ֆիզիկական դեֆորմացիայի և հասարակական դեֆորմացիաների մասին, որը կարող է ստեղծվել քաղաքական անցումային փուլերում։ Մարմնի ֆիզիկական դեֆորմացիայի ժամանակ մասսան իր ներքին կազմությամբ, բաղադրությամբ վերածվում է նոր տարատեսակ մասսաների միության, Նմանապես և հասարակական քաղաքական կյանքում անցման դեֆորմացիայի ժամանակ ի հայտ են գալիս տարբեր խմբավորումներ և միավորումներ։ Համանման Բազմաթիվ օրինակներ կարելի է նշել։ Պատմություն դարձած հասարակության քաղաքական կյանքը կարող է իրականության լաբորատորիա դառնալ բնական օրինաչափությունների հայտնաբերման համար, ինչպես նաև բնական օրինաչափությունները կարող են կանխատեսելի դարձնել հասարակական քաղաքական արդի ու հետագա կյանքը։ հոդվածի հեղինակ քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Մելանիա Դավթյան